Ժողովուրդ օրաթերթը գրում է, վարչապետի աշխատակազմում սպասվում են կադրային փոփոխություններ եւ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի վերանշանակումը նույն պաշտոնում հարցականի տակ է։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ից 24-ը երկարատև վարձակուրդում է, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հավանական թեկնածուն Լիլիթ Մակունցն է։ Հրապարակ թերթը գրում է, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը, սակայն վերջնական որոշում դեռ չի հրապարակվել։ Քննարկվում է նաեւ Կամավորականների միության ապական, այդ թվում կառույցի հնարավոր վերակազմավորման տարբերակները։ Միքայելյանը սակայն նշել է, որ ԵԿՄ-ի լուծարման մասին լուրերը նոր չեն եւ դրանց լուրջ չի վերաբերվում։ Հրապարակի աղբյուրների փոխանցմամբ ԿՊ-ում նախկինում եւս քննարկվել է Միքայելյանի հնարավոր հրաժարումը պատգամավորական մանդատից անհրաժեշտության դեպքում։ Հրապարակ թերթը գրում է, Պաշտպանության նախարարությունում ներքին ստուգումներ են իրականացվում, բարձելու անձնակազմի ներգրավվածությունը խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ գնահատվում է, թե ովքեր են կատարել վերադասի իրավունքները, իսկ չկատարողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական կամ կադրային միջոցներ։ Միաժամանակ ըստ հրապարակման ակտիվ ներգրավվածություն ցուցաբերած անձինք կարող են առաջխաղացում ստանալ։ Հրապարակը նաև պնդում է, որ ընտրությունների ընթացքում ներգրաված են եղել ոչ միայն զինվորական հրամանատարներ, այլև տվյալ տարածքների ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Հրապարակ թերթը գրում է, խորհրդարանական ընտրություններից հետո կադրային փոփոխություններ կարող են լինել նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարների շրջանում։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ առավել հավանական է, որ պաշտոնանկությունները կվերաբերեն այն վարչական շրջանների ղեկավարներին, որոնց տարածքներում ԿՊ-ն ըստ հրապարակման ավելի քիչ աջակցություն է հայտնել։ Հրապարակը նշում է, որ իշխանությունում ընտրությունների արդյունքների վերաբերյալ կատարված գնահատականները հիմք են հանդիսանում սպասվող կադրային վերադասավորումների համար։ Հրապարակ թերթը գրում է, 2022 թվականից հետո Պաշտպանության նախարարությունում ձևավորվել է համակարգ, որի շրջանակներում առանձին անձինք տեղեկություններ են հավաքել զինծառայողների քաղաքական հայացքների եւ տրամադրությունների վերաբերյալ։ Թերթի տեղեկություններով որոշ զորամասերում այդ անձանց ինքնությունը բացահայտվել է, ինչից հետո ըստ հրապարակման նրանց նկատմամբ արձանագրվել են տարբեր միջադեպեր։ Հրապարակ թերթը գրում է, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել, պատճառաբանելով, որ իր շուրջ ձևավորված իրավիճակը կարող է վնասել պետական ինստիտուտների հեղինակությանը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ Դանիելյանի նկատմամբ վերջին շրջանում ճնշումներ են եղել, իսկ հրաժարականը կապվում է նաև Արցախի պետական կառույցների ապագայի շուրջ առկա անորոշության հետ։ Հրապարակի տեղեկություններով նոր ԱԺ նախագահ ընտրելու գործընթացը կարող է բարդ լինել, քանի որ անհրաժեշտ թվով պատգամավորների աջակցությունն ապահովելը ներկայումս խնդրահարույց է։